Պարոն Երիցյան, Պարոն Երիցյան, ժամը 11-ից Սամվել Շահրամանյանը քննչականում է։ Փաստորեն ուրբաթ օրվանից հետո նորից են կանչել ու ինչու է այսքան երկար տևում եւ դուք այս ինտենսիվությունը ինչով եք բացատրում։ Ես կրկնում եմ, որ ինտենսիվությունը կապված է բացառապես գործի ծավալով։ Արդեն հայտարարել է միջի վերաբերյալ է նախաձեռնված վարույթը եւ բնականաբար հասկանալի է, որ չնայած վարույթ նախաձեռնված է ըստ էության 1, 2 կամ 10 օրյա տևողությամբ տեղի ունեցած իրադարձությունների հետ, խոսքը վերաբերում է Արցախյան Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության դիապետության տակն անցնելուն, առհասարակ սպառազինությունը Ադրբեջանին հանձնելուն եւ այլ գործողություններին կապված կոնկրետ զինվորական գործունեության հետ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ այդ 1-2 օր տևողությամբ իրադարձությունները իրենից ենթադրելու են բազմամյա կամ երկար տարիներով վարույթի տևողություն, այսինքն այս վարույթը տևելու է բավականին երկար եւ բավականին դեռևս շատ մարդիկ են հարցաքննվելու եւ շատ գործողություններ են կատարվելու։ Ասեմ ավելին, այսօր օրինակ վարույթային գործողությունը ընդհատելու միջնորդությամբ ես եմ քննիչին դիմել եւ մշտապես ես եմ քննիչին դիմում վարույթ ընդհատելու տևողության միջնորդությամբ։ Ինչու, որովհետեւ վարույթ ընդհատելու ոչ թե վարույթը ընդհատելու, այլ կոնկրետ վարույթային գործողությունն ընդհատելու, այսինքն կոնկրետ հարցաքննություն ընդհատելու եւ մշտապես էլ մեր միջնորդությամբ է վարույթային գործողությունը, այսինքն հարցաքննությունը ընդհատել 4 ժամը լրանալուց հետո մենք միջնորդում ենք վարույթային գործողություն ընդհատել։ Ես օրինակ կարևորում եմ այս գործի նշանակությունը եւ այլ գործերով նշանակված դատական նիստեր, հարցաքննություններ, վարույթային այլ գործողություններ հետաձգում եմ զուտ Սամվել Շահրամանյանի հետ այս վարույթի մասնակցելու նպատակով եւ ամեն անգամ 4 ժամը լրանալուց հետո ստիպված եմ լինում միջնորդել քննիչին ընդհատել հարցաքննություն։ Այսօր եւս երկար կտևի, եթե դուք չընդհատեք։ Այո, այսօր եւս մենք միջնորդել ենք քննիչին ընդհատել, որովհետեւ ունեմ այլ գործ, որին պետք է մասնակցեմ հակակոռուպցիոն դատարանում եւ մասշտաբում եմ դատական նիստի։ Կարճ տեղեկացնեմ, որ վարույթի այս վարույթով ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով, որովհետեւ ոչ այլ Դուք քաղաքական ենթատեքստ չեք տեսնում։ Ես ինչպես եւ նախապես հայտարարել եմ, այս պահի դուրությամբ ես դեռևս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալու։ Ինչու, որովհետեւ ինքս կարևորում եմ այս վարույթի նշանակությունը եւ գտնում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները այս ամեն ինչին պետք է արձագանքեին։ Ես այստեղ խնդիրը տեսնում եմ միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննել 2025 թվականին։ Ես դրա մասին էի ուզում հարցնել, ձեզ օրինակ քննիչը դրան արձագանքել է, ինչու է 2023 թվականին հարցած քրկողից 2 տարի անց հարցաքննում նրան։ Վարույթն իրականացնող մարմինը նման հարցին կարող է տալ շատ հստակ եւ շատ կարճ բարձրաբանում։ Միջև հիմա բարձում ենք տվյալներ։ Նախ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում, որ անձին երբ հարցաքննել, ես խոսում եմ ընդհանրապես իրավական տրամաբանությունից, որ իմ կարծիքով նախագահը պետք է հարցաքններ ավելի շուտ։ Ինչ վերաբերում է մնացածին, Հայաստանի Հանրապետությունը իրավասու է առհասարակ այդ ամենի շուրջ վարույթ նախաձեռնել, ունի քրեական օրենսգրքով եւ քրեական դատավարության գրքով այդպիսի լիազորություն, արդյոք այս վարույթները վերաբերելի են Հայաստան տեղի ունեցող իրադարձություններին, որքանով են վերաբերելի առհասարակ վարույթի հիմքը տեղի ունեցող գործողություններին, դրանք այլ գնահատականներ են, որոնք այս պահի դուրությամբ ես չեմ կարող տալ, որովհետեւ հողում պետք է կատարեմ կրկնում նախաքննական տվյալների։ Իսկ քննիչի զգուշացմամբ ես զրկված եմ նախաքննական տվյալների, որքան էլ մեծ լինի ցանկությունս հրապարակելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ Արցախի Հանրապետության նախագահը անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ եւ այն բոլոր տվյալները, որոնք վարույթն իրականացնող մարմնին ըստ էության մենք հայտնում ենք, դրանց մասին Արցախի Հանրապետության նախագահը մի քանի անգամ լրագրողների հետ ճեպազորության ընթացքում այս կամ այն հայտարարության ընթացքում արդեն իսկ հայտարարել է։ Ընդհանրապես մարդը ներկայացնում է այն, ինչ տեղի ունեցել։ Հագիրճ էսպես է, մանրամասները ինչպես է տեղի ունեն, ինչ է տեղում հարցաքննության ժամանակ, ինչ հարցեր են հնչեցում նախագահին կամ ինչին է տալիս նա պատասխաներ, ցավոք բաց նշել չեմ կարող։ Պարոն Երիցյան, նախորդ անգամ դուք մտահոգություն հայտնեցիք կամ չբացառեցիք, որ քրեական հետապնդում սկսի Սամվել Շահրամանյանի նկատմամբ եւ ասիկ այդ պատճառով նա մշտապես փաստաբանի հետ է ներկայանում հարցաքննության։ Ես ուզում եմ ասել, ձեր մտահոգությունները շարունակում են, դուք ունեք մտահոգություն կամ դուք ունեք նախադրյալներ կան, որ մեղադրանք կառաջադրեն կամ կձերբակալեն կամ ուղղակի կդառնա մեղադրյալ։ Տեսեք, ես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կամ գործող իրավապահ մարմինների, ինչպես նաեւ նախաքննական մարմինների
տրամաբանության կոնտեքստում կամ այդ համատեքստում ոչինչ չեն բացառում։ Ես օրինակ 3 հրապարակում եմ կատարել հերթական անգամ ոստիկանական կոնկրետ իմ նկատմամբ ոստիկանական հարձակման մասին։ Մենք ոչինչից երաշխավորված չենք, թե այս վարույթով եւ թե ընդհանրապես։ Ես հայտարարությունս կայանում է նրան, տեսեք, հասկացա, որ գործը գնում է հասնում է հանգուցալուծման օրինակ կամ զարգացումների։ Այս պայդրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու կամ անգամ կոնվենցիոն իմաստով նրան որևէ մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչ չունի։ Կանի թե չի անի, դա այն հարց չէ, որին պետք է ես պատասխանեմ։ Այդ հարցով կարող եք մել քննչական կոմիտեին եւ ստանալ կամ զինվորականի եւ ստանալ համապատասխան պարզաբանը։ Ես ամեն դեպքում ինչ եք տեսնում, այ օրինակ արդեն այդ հանգրվանին հասնելու հանգամանքը դուք դա պայմանավորվում է քաղաքական գործընթացներով, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը իր բացական վերաբերմունքը թե վտարանդի կառավարության մասին է հայտնել, թե ընդհանրապես նախ Հայաստանի Հանրապետությունը վտարանդի կառավարության քաղաքական ակտիվության մասին, հա, իսկ Սամվել Շահրամանյանը ունի կոնկրետ ընդդիմադիր հայացքներ։ Նախ Հայաստանի Հանրապետությունը վտարանդի կառավարություն գոյություն չունի, այդ մեկ Սամվել Շահրամանյանը բացառապես շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի շահերը, անկախ նրանից այդ հայտարարությունները կլինեն ընդդիմադիր, թե իշխանական, նա շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի շահերը, կրկնում, անկախ նրանից դրանք ընդդիմադիր թե իշխանական հայտարարություններ, ես վստահ եմ, որ նախագահային դա չի հետաքրքրում, այլ իր հայտարարությունները բխում են բացառապես Արցախի ժողովրդի շահերից։ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագահի նկատմամբ իրականացող քաղաքական հետապնդման, այս վարույթի շրջանակներում ես դա չեմ կարող արձանագրել, այս պայդրությամբ չեմ կարող։ Բայց կարող եմ այդ նույն հայտարարությունը կատարել օրինակ իր մեքենաների արգրավման մասով, օրինակ Աշոտ Դանիելյանի նկատմամբ իրականացող քրեական հետապնդումների մասով, իրականացող այլ վարույթների շրջանակներում, բայց կոնկրետ այս վարույթով Սամվել Շահրամանյանը ունի հաստատի հենց դատավարական իմաստով վկայի կարգավիճակ։ Պարոն Երցյան, այս պահի դրությամբ Սամվել Շահրամանյանի լիազորությունները ավարտված են, թե վերընտրվել է նախագահ։ Լիազորությունները ավարտված են։ Ես նախորդ հարցազրույցի ընթացքում եւս այս մասին նշել եմ եւ հայտարարել, որ մոտ օրերս Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը այս վերաբերյալ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Ես այժմ իմ լիազորություններից դուրս եմ համարում, որքանով էլ տեղեկացված լինեմ այդ ամենի մասին, իմ լիազորություններից դուրս եմ համարում նրա վերընտրվելու կամ որևէ այլ հարցի շրջանակներում հրապարակային հայտարարություններ կատարել։ Եվ պարոն Երցյան, թեև դուք ասել եք, որ կաշկանդված եք նախաքննության գաղտնիությունը պահելու հարցով, խոսքով, ու անուններ չեք տալիս, բայց այսպես հարցը ձևակերպեմ, մյուս մարդիկ, ովքեր անցնում են վկայի կարգավիճակ ունեն կամ այս գործին առնչվում են, նրանք էլ են այսքան երկար ու ինտենսիվ քննչական հրավիրվում։ Անկեղծ չգիտեմ, անկեղծ ես տեղեկություններ չունեմ, մյուս մարդիկ տրամաբանությունը հուշում է, որ այո, որովհետև ամենաշատը պետք է արձակվի նախագահ, որովհետև բնականաբար ամենամեծ ինֆորմացիայի ծավալը կամ տեղեկատվության ամենամեծ աղբյուրը հանդիսանում է Սամվել Շահրամանյանը, բայց չեմ կարող ասել մնացած անձիկ արձակվում են երկար, չեն արձակվում, առհասարակ արձակվել է, չեն արձակվել։ Ընդամենը հրապարակային մի հայտարարություն եմ կատարել, որով որ կարող էի նաև չկատարել, բայց այնուամենայնիվ այդ ինֆորմացիան դուրս է եկել ոչ թե ինձ, այլ այդ ինֆորմացիան արդեն դարձել է հրապարակային վարույթ, նախաձեռնված է Սամվել Բաբայանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Դա հայտնի է, Սամվել Բաբայանը ուզում է, որ ես անգամ տեղեկացված չեմ, դա են ուզում պարզել, ով է հանձնել, ովքեր են հանձնել Արցախը։ Ես անգամ տեղեկացված չեմ Սամվել Բաբայանը հարձակվել է այս վարույթի շրջանակներում, թե ոչ։ Ես անգամ այդ վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Ես կարծում եմ դիմեք Սամվել Բաբայանի գրասենյակի նախաքննական գաղտնիքը չշրջանցելով եւ բնականաբար նախաքննական գաղտնիքը պահպանելով վերջինս եւս հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ համապատասխան տեղեկությունը կտրամադրի ձեզ։ Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել ով է հանձնել Արցախը եւ այլն, իսկ թվում է Հայաստանի Հանրապետության ցանկացած ոչ միայն իրավասու մարմնի, այլ նաեւ բնակչի համար է ավելի քան պարզ ով է հանձնել Արցախը, բայց այնուամենայնիվ այս վարույթի շրջանակներում քննվում է նշածս հոդվածներ, իրականացում են նշածս հոդվածներով վարույթ, մասնավորապես խոսքը վերաբերում է զինվորական ամբողջության եւ զենք զինամթերք ու ռազմամթերք ճշնամուն հանձնելու։ Իսկ ում եք ակնարկում, որ ասեք հայտնի ով է հանձնել Արցախը, Փաշինյանի նկատի ունեք։ Հայաստանի Հանրապետության իշխանության, այս պայդրությամբ իշխանությունը գրաված ներկայացուցիչների, խոսքը վերաբերում է գործադիր իշխանության ղեկավարներին։ Պարոն Երցյան, հաջորդ հարցաքննությունը երբ է։ Խոսքը վերաբերում է Արցախը հանձնելուն, ոչ թե Արցախը վերցնում, Արցախի իշխանություն ցանկացած արցախցու համար, կարծում եմ նաև արդեն ցանկացած հայ բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների
դիտավորությամբ թե ամբողջությամբ այն էական չէ, էական այն է, որ նրանց գործողություններով։ Բայց երբ է հաջորդ հարցաքննությունը։ Տեսեք, վարույթն իրականացնող մարմնի խնդրանքով ես այլևս չպետք է հրապարակեմ նաև այն օրերը, երբ է իրականացվելու նախագահի հարցաքննությունը։ Տեսեք, դա ճիշտ ասած բնականաբար հարցաքննության օրերը նախաքննական գաղտնիք համարվել չեն կարող, բայց դատավարական օրենսգրքի իմաստով նախաքննական գաղտնիքի շրջանակը որոշում է հենց վարույթն իրականացնող մարմինը։ Ես ուղղակի հետևում եմ քննիչի խնդրանքին եւ հաջորդ հարցաքննության օրը չեմ հրապարակում։ Այնուամենայնիվ տեղեկացնում եմ, որ նախագահը ինտենսիվ հարցաքննվելու է։ Ու շարունակվելու է ինտենսիվությունը։ Այո, շարունակվելու է ինտենսիվությունը։ Շատ Բնականաբար վարույթի ծավալով պայմանավորված կրկնում եմ, սա համարում եմ նորմալ երևույթ։ Շնորհակալ եմ, պարոն Լևիցյան։